Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերի հանձնակատարը Հայաստանում է։ Մարդակոսն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց շատ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Facebook-ում վարչապետը տեսանյութ է հրապարակել, սիրում ենք բոլորիդ գրառմամբ։ Իսկ մինչև այդ Մհեր Գրիգորյանն ու Մարդակոսը ստորագրել են դիմակայության և աճի պլանի ներքո 2025-ից 2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Համատեղ հայտարարության ժամանակ փոխվարչապետն ասել է, որ կոսը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ Կոսը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար և տեսնելու այն առաջընթացը, որը երկիրը գրանցել է վերջին կես տարվա ընթացքում։ Հայաստանին համարում են վստահելի գործընկեր և բարեկամ։ Կոսը խոսել է նաև վիզաների ազատականացման ու հիբրիդային սպառնալիքներին Եվրոպայի աջակցության մասին։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։ Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայության և աճի պլանի ներքո 25-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։ Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ նպաստելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Այդպես է կառուցվել նաև Եվրամիությունը խաղաղության, կայունության և բարգավաճման վրա։ Սահմանային անցակետերի բացումը, կամուրջների և ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող են կապել ոչ միայն շուկաները, այլև մարդկանց։ Տնտեսական կապերի ամրապնդմամբ կարելի է նաև նվազեցնել հակամարտությունների ռիսկը։ Եվրոպան դա լավ գիտի սեփական պատմությունից։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որը վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի Եվրամիության հետ, ինչն արտացոլում է մեր կապերի խորությունը։ Եվ վերջապես սա կարևոր տարի է նաև Հայաստանի ժողովրդավարության համար։ Հունիսին հայերը կգնան ընտրությունների։ Ամբողջ Եվրոպայում մենք տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ ուժերն ամեն օր փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության և այլ միջամտությունների միջոցով, և Եվրոպան այստեղ է աջակցելու համար։ Մենք կօգնենք Հայաստանին պայքարելու հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, որպեսզի հայերը կարողանան ազատ և արդար ընտրություններ անցկացնել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան։ Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր։ ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է սպառնալիքների տարեկան գնահատում զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը երկու երկրին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր և նպաստելու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Փաստաթղթի համաձայն
խաղաղության գագաթնաժողովից սկսած կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանելու խաղաղ գործընթացի դինամիկան։ Մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումների թիվը կտրուկ նվազել է եւ այժմ գրեթե բացակայում է։ Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ դեռ կան խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին։ Օրինակ, նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ ուժի հետ չեն քննարկել, չեն քննարկում եւ չեն էլ քննարկելու։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրությունը փոխելու շուրջ քննարկումներին։ Վարչապետն ասել է, որ անկախության հռչակագրի խնդիրը մեր սահմանադրության խնդիրը, մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ, ոչ թե ուրիշներին, աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար։ Նիկոլ Փաշինյանը նաեւ չի բացառել, որ առաջիկայում գուցե սահմանադրության տեքստի վերլուծությամբ ցույց տա, թե ինչու է անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր։ Արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանության գալու պարագայում վերանայելու են խաղաղությունը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմն է։ Խոսելով ընտրությունների մասին, վարչապետն ասել է, որ հանրապետության այլ փողոցներում դեռ Ռուսաստանաբնակ հայրենակցի չի հանդիպել, որը համակրանք չի արտահայտել մեր կառավարության եւ քաղաքականության նկատմամբ։ Ինչ վերաբերվում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետեւ այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջին ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Բոլոր այդ ուժերը այսօր հստակ, իմիջայլոց ասեմ, նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, առնվազն մի մասը, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված եւ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել եւս իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները իհարկե չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ես իմիջայլոց ասեմ, առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին Facebook-յան եթեր եմ պլանավորում եւ ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ։ Իմ ասելուց հետո ավելի է ահագնացել, որովհետեւ այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Գիտեք, Երևանի եւ Հանրապետության փողոցներում քայլում եմ այդ թվում ուղիղ եթերում եւ ես դեռ Ռուսաստանաբնակ ոչ մի հայրենակցի չեմ հանդիպել, ես չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել բանի մեր կառավարության եւ քաղաքականության նկատմամբ։ Բայց լսեք, նրանք գալու են ում դոմպիպոյի օգտին են քվեարկելու, թե կակայինի միհրանի օգտին են քվեարկելու։ Այսինքն ես ոնց կարամ այլ կերպ մտածել մեր ժողովրդի մասին։ Ոնց կարամ այլ կերպ մտածել։ Այսինքն գալու են դոմպիպոյի, կոկայինի միհրանի, նեմեց ռուբոյի օգտին քվեարկել։ Այսինքն ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Չեմ կարա ես մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։
Շարունակենք, պետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց։ Գլխավոր դատախազն է հայտարարել կառավարության նիստում անդրադառնալով օրակարգում ներառված 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով 7090 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու նախապատմության է։ Աննա Վարդապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել 2018-ից 2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտությունների և Սևանալճի բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտման պոտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքների վերաբերյալ։ Դատախազությունում վերլուծել են 2018-ից 25 թվականների քրեական վարույթներով, դատավարություններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները։ Մենք վերջերս մի վարժություն էինք արել ամփոփելու համար 2018-25 թվականների ընթացքում, թե Հայաստանի Հանրապետությանը մեր այս գործառույթի շրջանակում ընդհանուր ինչքան գույք է ամրացվել եւ ինչ արժի այդ գույքը, հիշեցնեմ խոսքը կադաստրային արժեքների մասին է կրկին լինելու, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով եւ հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 23 թվականից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմով Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի եւ դրամական միջոցների հանրագումարը շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամ է կազմում, եթե դոլարային համարժեք փորձենք հաշվել, մոտ 773 միլիոն դոլարի մասին է խոսքը, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամը, շուրջ 504 միլիոն դոլարը ամրացվել է եւ վերադարձվել 2023-25 թվականների ընթացքում։ Չչարաշահելով ուղղակի մի հիշեցում էլ անեմ, որ անցյալ տարի դեկտեմբերին մենք նախաձեռնել էինք Սևանի ավազանի շուրջ դատախազական ներգործության ակտերի հիման վրա բացարձակ նիշից ցածր գտնվող գույքերի ապամոնտաժման աշխատանքները մեր գործընկերների հետ միասին, շրջակա միջավայրի նախարարության հետ միասին եւ փոխվարչապետի կողմից մտահոգություն հնչեց, որ կարծես թե process-ը դանդաղ է ընթանում, մենք դա ընդունեցինք ի գիտություն եւ որոշակի նաեւ մեր աշխատանքը այստեղ ակտիվացրեցինք, նշեմ, որ այս պահի դրությամբ բացարձակ նիշից ցածր քանդվել է մոտ 83 ապօրինի շենքշինություն, որոնք գտնվում են 33 հողամասերում։ Այս process-ը շարունակական է, պարոն վարչապետ, մեզ անդադ քննադատում են, թե ինչի մենք այդ գույքերը չենք տալիս պետությանը կամ ինչի չենք տալիս որոշակի սոցիալական նպատակներով, նորից առիթն օգտագործելով կրկնեմ, որ այդտեղ սեփականության իրավունք լինել չի կարող եւ տարածքը մշտապես գտնվում է սոցիալական նպատակը որը ջրի տակ ասում են, այո, մենք ստիպված ենք եղել մի քանի անգամ պարզաբանել, հիմա էլ կցանկանամ նորից այս առիթն օգտագործել ու ասել, որ մենք որևէ մեկի, այդ թվում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը չենք կարող այս գույքերի նկատմամբ գրանցել եւ այս process-ը լինելու է շարունակական, բացարձակ նիշից ցածր, որևէ գույք անկախ իր շուկայական արժեքից չի կարող սեփականության վերադարձվել, քանդվելու է եւ տարածքն ազատվելու է ամբողջությամբ։ Այսպես կոչված հարկային տերորը վարչապետը հայտարարում է փակված։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրառումներին ու հայտարարություններին, թե կառավարությունը բիզնեսի նկատմամբ տերոր է սկսել։ Տերոր անելու ցանկություն չունեն, հակառակը միլիարդներ են ծախսում զանազան ծրագրերի համար, բայց մյուս կողմից սկզբունքը հստակ է։ Կառավարությունը բիզնեսից ակնկալում է հարկային պարտաճանաչություն, բայց ոչ մի լումա ավելի կամ պակաս։ Հստակեցրել է Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել, տերորը փակված է։ Մեր սկզբունքը շատ հստակ է։ Բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն եւ ակնկալում ենք, որ իրենց հարկերը վճարեն, բայց ոչ մի լումա ավել մենք չենք ակնկալում, բայց նաեւ ոչ մի լումա պակաս, ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս։ Որից հետո ինչ տեղի ունեցավ, մենք 2024 թվականից կարծեմ, եթե հիշողությունս չի դավաճանում, ունենք գործարար աշխատաժողովի ֆորմատ, այս խոսակցությունների համատեքստում մենք նախորդ տարեվերջին ջերմուկում ունեցանք հանդիպում եւ բնականաբար օրակարգի հարցերից մեկը սա էր եւ ըստ էության այս օրենսդրական փաթեթը այդ
ջերմուկի աշխատաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնման, եթե չասեմ, կոնսենսուսի արդյունք է, որովհետև երբ որ մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ինչ է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, ՊԵԿ-ը շատ դեպքերում ինքը ինքնաշխատ եղանակով, այսինքն օրենքով եկավ շեմահատեց, ինքը իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ, այդ քննարկումներին ներկա էր նաև քննչական կոմիտեի նախագահ, եւ մենք ընդհանուր առմամբ եկանք այս կոնսենսուսի կամ ըմբռնման, չնայած ոնց որ թե կոնսենսուս, այսինքն դենց չէր, որ բանավեճով ավարտվեցինք, այս ամեն ինչ որ գրած է, գործնականում բոլոր 3 կետերը, 3 ուղղությունները պայմանավորվեցին եւ հիմա իրականացնում ենք եւ այսպիսով հարկային տերորը հայտարարում են փակված։ Այսինքն պայից հա ոչինչ, կարևորը չեմ հայտարարում բացված, կարևորը հայտարարում եմ փակված։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից եւս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ուղղափառ եկեղեցուն եւ վրաց եղբայրական ժողովրդին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ զորակցության համար։ Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Դեսպանության առջև բարձրացվել է հայոց եռագույնը, հնչել են երկրների ազգային օրհներգերը եւ ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը։ Արտգործնախարար Նոմանի պաշտոնակցին ներկայացրել է Հայաստանի դեսպանությունը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։ Ելույթում Արարատ Միրզոյանն ասել է, որ 34 տարի առաջ 92 թվականին Հայաստանի անկախության հռչակումից ընդամենն ամիսներ անց Օմանի սուլթանությունը դարձավ արաբական առաջին պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր դարավոր մշակութային եւ քաղաքակրթական կապերի զարգացման նոր փուլը խորհրդանշող այս քայլը սկիզբ դրեց արդյունավետ եւ շարունակական փոխգործակցության ընթացքի, որի շնորհիվ այսօր մեր հարաբերությունները հասել են այս նշանակալի մակարդակին։ Ամեն օր աշխարհի միլիոնավոր մուսուլմաններ միմյանց ողջունում են մաղթելով սալամ, այսինքն խաղաղություն։ Դա հուզիչ ավանդույթ է, որն արտացոլում է մարդկության ընդհանուր ձգտումը ապրել խաղաղ ու ներդաշնակ իրենց հարևանների, բարեկամների, ընտանիքների, հասարակությունների եւ ամբողջ աշխարհի հետ։ Իր հերթին Հայաստանը ստանձնել է Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցելու հանձնառությունը։ Այս ընդհանուր արժեքներն ու փոխըմբռնումը եւս գրված է Հայաստանի եւ Օմանի երկկողմ հարաբերությունների համար ամուր հիմքերում, ասել է նախարարը ելույթում։ Ազգային ժողովի նախագահը հայտարարություն է տարածել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ազգային ժողովի
նախագահ։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Հիշեցնեմ, Հանրապետության նախագահի կողմից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի Թափուր պաշտոնում։ Պատգամավորը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով օրենսդրությամբ դադարեցրել է անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։ Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ ցավոք գնահատվում է ծայրահեղձաններ։ Առողջապահության նախարարն է հայտնել Facebook-յան էջում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեպքին ասել է, որ նախարարությունը պատասխանատու չէ տեղում երեխաների նկատմամբ մոնիտորինգի համար։ Դա համայնքային ֆունկցիա է, համայնքում աշխատող խնամակալության եւ հոգաբարձության մարմինն է պատասխանատու։ Անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան 1 անգամ եւ եթե լինում է ահազանգ, զբաղվում են երեխաների հարցով։ Արսեն Թորոսյանն անձամբ մի քանի երեխայի դեպքով ամեն օր զբաղվում է։ Նախ եկեք ֆիքսենք, որ նախարարությունը չի պատասխանատու տեղում երեխաների նկատմամբ այդ մոնիտորինգի ֆունկցիայով։ Դուք ինձնից երևի պետք է լավ իմանաք վստահ այսքան լուսաբանելով, որ դա համայնքային ֆունկցիա է եւ համայնքում աշխատող խնամատարության եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինն է դրա պատասխանատուն։ Մենք մեր միասնական սոցիալական ծառայությունով համագործակցում ենք այդ մարմնի հետ եւ ունենք խորհրդակցական ձայնի իրավունք եւ մենք մշտապես կապի մեջ ենք լինում նրանց հետ, եթե կարիք կա մեր միջամտության, այդ թվում երեխաների մեր ճգնաժամային կենտրոններ տեղավորելու, բայց սա չի նշանակում, որ ես պատասխանատվությունը դնում եմ այլ մարմնի վրա, ես ուզում եմ ասել, եկեք առնվազն գոնե հարցերը տալուց ճշգրիտ դրանք ուղենք։ Եվ հնարավոր է, որ ընտանիքում լինի դեպք, որի մասին ոչ մեկ չիմանա, կախված երեխայի տարիքից, որտեղ օրինակ երեխան այլ հաստատություն չի հաստատում, իդեպ այստեղ պետք է ներգրաված լինեն բոլորը եւ այնպես չի, որ ինչ որ մեկի պատասխանատվությունն է։ Եթե նման կասկած կա, այդ հաղորդումը պետք է տրվի եւ կրթական հաստատությունից եւ առողջապահական հաստատությունից եւ մնացած բոլոր այն պետական հաստատություններից, որոնց հետ հնարավոր է լինի շփում երեխայի կամ մոր եւ լինի նման կասկած։ Հիմա ամեն կոնկրետ դեպք պետք է նայել իր կոնկրետության մեջ։ Դեպքում մշտապես անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան 1 անգամ մեր օրենսդրությամբ եւ եթե լինում է այդ գնահատման ընթացքում կամ որևէ ահազանգ, մենք դա միանշանակ անում ենք ավելին։ Սովորաբար մենք ենք դրթում տարբեր այլ կառույցները, որպեսզի երեխաների հարցերով զբաղվեն։ Ես ինքս ամեն օր գրեթե մի քանի նման դեպքով զբաղվում եմ եւ պետք չի նաեւ բան անել նաև այդ դժբախտությունը այսպես տենց ուրճացնել եւ սարքել, որ ամբողջությամբ այդպիսի վիճակ կա հանրապետությունում։ Դժբախտաբար կան նման դեպքեր, դժբախտաբար մենք ճգնաժամային կենտրոններում ունենք դեռ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, այդ թվում, որոնք օրինակ մենք նախապես իմացել ենք, որ ընտանիքում կարող է նման իրավիճակներ եւ վերցրել ենք ընտանիքից խնամակալության եւ հոգաբարձության մարմինների որոշումով եւ պահում ենք մեր կենտրոններում, բայց նաեւ լինում են դեպքեր, որոնք որ գնահատվում են ոչ այդքան սուր եւ չեն վերցվում երեխաները, լինում են դեպքեր, որ վերցնելուց հետո նաեւ վերամիավորման վերաբերյալ որոշումներ են կայացում։ Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է, այժմ աշխարհում կատարվող իրադարձությունները մեկ տեսաշարով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ հեռախոսազրույցների ընթացքում Արաղչին քննարկել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիան եւ դրա տարածաշրջանային եւ գլոբալ հետևանքները։ Իրանի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ Արաղչին նաեւ հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր։ Արաղչին դատապարտել է Շվեդիայի կառավարության կողմից Իսրայելի օգտին լրտեսության մեջ դատապարտված անձին ցուցաբերված ցավալի աջակցությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Թեհրանի կողմից Կատարի վրա հարձակման վերաբերյալ նրա մեկնաբանության համար։ Մակրոնն X հարթակի իր էջում գրել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ Կատարի գազի արտադրության օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ։ Մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների
ոլորտի, մասնավորապես էներգետիկայի եւ ջրամատակարարման օբյեկտների դեմ հարվածները։ Գրել է Մակրոնը հավելելով, որ քաղաքացիական բնակչությունը եւ նրանց առաջնահերթ կարիքները պետք է պաշտպանված լինեն ռազմական էսկալացիայից։ Աբբաս Արաղչին Մակրոնի մեկնաբանություններն անվանել է տխուր։ Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ նրանք պայթեցրին Թեհրանի վառելիքի պահեստը, միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցության։ Նրա ներկայիս մտահոգությունը չհաջորդեց Իսրայելի կողմից մեր գազային օբյեկտների վրա հարձակմանը, այն հաջորդեց մեր պատասխանին, գրել է Աբբաս Արաղչին X-ում։ Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ։ Այս մասին ասել է ԱՄՆ ազգային հակահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը։ Քենթի խոսքով Իրանի քաղաքականության վետերան, խորհրդարանի նախկին խոսնակ եւ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսել։ Քենթը պնդում է, որ Իսրայելը գիտակցաբար ոչնչացրել է երկխոսության բոլոր ուղիները։ Լրագրող Թաքեր Կարլսոնի հետ զրույցում նա նշել է, որ իսրայելական լոբին պարտադրել է պատերազմի որոշումը, չնայած Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Նրա ձևակերպմամբ Թեհրանը միջուկային զենք ստանալու շեմին չի եղել ոչ էպիկական կատաղություն ռազմական գործողության մեկնարկի պահին, ոչ էլ նախքան 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Հիշեցնենք, որ Ջո Քենթը թողել էր ազգային հակահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնը, հրաժարվելով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին։ Հորմուզի նեղուցը փակվել է ոչ Թեհրանի սեփական կամքով, այլ որպես ինքնապաշտպանություն։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Եթե Հորմուզի նեղուցն այսօր փակ է, ապա ոչ այն պատճառով, որ Իրանն ինքն է որոշել այն փակել, այլ այն պատճառով, որ մենք պետք է պաշտպանվենք, նշել է խորհրդարանի խոսնակը։ Նրա խոսքով Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով նեղուցը չի կարող մնալ իր նախկին վիճակում, ոչ իրավաբանական եւ ոչ էլ նավարկության տեսանկյունից, քանի որ այն այլևս չունի անվտանգության նույն մակարդակը։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների եւ Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով կտրուկ աճել են էներգակիրների գները։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 2 օրվա ընթացքում երկրի մի քանի շրջանի վրա Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 45, վիրավորվել 100-ից ավել մարդ։ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող տարբեր բնակավայրերի։ Հարավից տեղահանված մարդկանց հոցխմբերը շարունակում են շարժվել դեպի Սայդա եւ Բեյրութ քաղաքներ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարավային Լիբանանում սպանել է Հեզբոլահի ավելի քան 20 մարտիկի։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել շարժման տասնյակ ռազմական կառույցների։ ՄԱԿ-ի տվյալներով Լիբանանում Իսրայելի կողմից շարունակվող օդային հարձակումների պատճառով տեղահանվել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ վաղը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, մայրաքաղաքում էլ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։